Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այսօր միացել եք մեզ։ Շատ ողջունելի է, որ դուք կարևորում եք ձեր ֆինանսական գրագիտությունը եւ հետաքրքրվում եք ձեր ապագայի ամենակարևոր հարցերից մեկի կենսաթոշակի մասին։ Թեմա, որ հաճախ մնում է ստվերում, բայց իրականում կենսաթոշակն է, որ որոշելու է մեր արժանապատիվ ապագան։ Այսօրվա մեր հանդիպման նպատակն է օգնել ձեզ հասկանալ, թե որտեղ եք հիմա գտնվում եւ ինչպես կարող եք հասնել այնտեղ, որտեղ ուզում եք լինել կենսաթոշակային տարիքում։ Այսօր շատ պարզ, առանց որևէ բարդ հաշվարկների, փորձելու ենք պատասխանել 3 կարևոր հարցերի։ Որքան ունեք կուտակած, այսինքն որքան գումար ունեք արդեն այսօր ձեր կենսաթոշակային հաշվում, ինչ սպասել ապագայում, այսինքն որքան կենսաթոշակ է այդ գումարը ձեզ ապահովելու ապագայում եւ ինչպես կարող եք ազդել այդ ապագայի վրա արդեն այսօր։ Այսինքն ինչպես կարող եք ազդել ձեր կենսաթոշակային ֆոնդի կառավարման վրա, որպեսզի մաքսիմիզացնեք ձեր կենսաթոշակը։ Առաջին կարևոր հարցը, թե որքան գումար ունեք կուտակած ձեր կենսաթոշակային ֆոնդում։ Մինչ անցնելը, թե ինչպես կարող եք ստուգել, նախ ասեմ, որ պետք է հիշենք, որ այս գումարը հանդիսանում է ձեր սեփականությունը, ինչպես ձեր սեփականության այլ միջոցները։ Ինչպես է կուտակվում, հավաքվում այս գումարը։ Երբ տեղի ունեցավ կուտակային կենսաթոշակային բարեփոխումը, 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիները, ովքեր ունեին աշխատանք, ավտոմատ կերպով դարձան համակարգի մասնակից։ Եվ յուրաքանչյուր ամիս մասնակցի աշխատավարձի, գրանցված աշխատավարձի 5%-ը իր գործատուն փոխանցում է իր կենսաթոշակային հաշվին։ Պետությունն էլ համաֆինանսավորում է եւս 5% ավելացնելով։ Արդյունքում մասնակցի աշխատավարձի 10%-ը կուտակվում է իր անվանական, անհատական հաշվում, որը բացված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիայում։ Ինչու եմ շեշտում անվանական եւ անհատական, որովհետեւ այս միջոցները, ինչպես նշեցի, հանդիսանում են մասնակցի սեփականությունը եւ հաշիվների վարումը վստահված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիային, ով հանդիսանում է համակարգի ռեեստրավարը, ուստի դեպոզիտարիայում գրանցված են բոլոր մասնակիցների հաշիվները, որտեղ կուտակվում են այս գումարները։ Հիմա ինչպես կարելի է ստուգել, որքան գումար արդեն կա կուտակված ձեր հաշվում։ Ամենահեշտ միջոցը դա բանկային հավելվածի միջոցով ստուգելն է։ Գրեթե բոլոր բանկերը հայաստանյան իրենց բջջային հավելվածի միջոցով թույլ են տալիս ստուգել, ընդհանրապես անհրաժեշտ է մուտք գործել իմ հաշիվը բաժին եւ այնտեղ ընտրել կենսաթոշակային հաշիվ ենթաբաժինը եւ տեսնել որքան գումար արդեն կա կուտակված։ Գուցե արդեն միլիոնատեր եք, կարող եք ստուգել։ Մյուս մեթոդը դա բանկոմատի միջոցով ստուգելն է։ Մյուս անգամ, երբ կունենաք կանխիկի անհրաժեշտություն եւ կմոտենաք բանկոմատին, քարտը մտցնելուց հետո մինչեւ կանխիկի ելքագրումը կարող եք ձախ հատվածից լրացուցիչ ծառայություններ կոճակը սեղմելուց հետո ընտրել կենսաթոշակային քաղվածքը եւ արդեն քաղվածքը ցույց կտա, թե որքան գումար ունեք կուտակած, որ ֆոնդում են ձեր գումարները եւ նախկին մի քանի գործարքները եւս։ Իսկ ինչ է լինում այս գումարների հետ, երբ յուրաքանչյուր ամիս դրանք կուտակվում են ձեր հաշվում։ Շտապեմ ուրախացնել եւ ասել, որ այս գումարները այնտեղ չեն սպասում, այդ հաշվում նստած չեն սպասում, թե տարիներ, տասնյակ տարիներ հետո երբ են մեզ անհրաժեշտ լինելու, որպեսզի դառնան կենսաթոշակ եւ վերադառնան մեզ։ Ոչ, այս գումարները փոխանցվում են կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընկերություններին, որպեսզի ֆոնդի կառավարիչները ներդրումներ անելու միջոցով ավելացնեն այս գումարները։ Մասնավորապես
Համակարգում կա երկու կառավարիչ ընկերություն, յուրաքանչյուր կառավարիչը ունի երեքական ֆոնդ։ Եվ մասնակիցը, ով չի կատարել ընտրություն, իսկ ասեմ, որ քաղաքացիների շուրջ 90%-ը այդ ընտրությունը չի կատարել, ուստի համակարգը ավտոմատ կերպով բաշխում է ձեր միջոցները միջին ռիսկայնության ֆոնդում։ Եվ ֆոնդի կառավարիչները ներդրումներ անելու միջոցով ավելացնում են այդ գումարը, ապահովելով հավելյալ եկամուտ, որովհետև մեր նպատակը հենց երկարաժամկետում ապահովել ձեր կենսաթոշակային ակտիվների աճը։ Հիմա ասենք թե օրինակ ինչ տիպի գործիքներում ենք մենք անում այդ ներդրումները, որպեսզի հավելյալ եկամուտ ապահովենք։ Բոլոր թվերը եւ վիճակագրական տվյալները, որոնք այսօր կտեսնեք ձեր էկրաններին, դրանք կիսամյակային, հա, հունիսի 30-ի դրությամբ տվյալներ են, բայց շտապ եմ ասել, որ մեր կայքում հասանելի են կենսաթոշակային ֆոնդերի վերաբերյալ ողջ ինֆորմացիան ամենայն մանրամասնությամբ, կոնկրետ հիմա ներկայացված է, ինչպես նշեցի, եթե ընտրություն չեն կատարել մասնակիցները, ապա ավտոմատ կերպով այդ միջոցները կուտակում են միջին ռիսկայնությամբ, այսպես կոչված պահպանողական ֆոնդում, ապա մենք հիմա տեսնում ենք C կվադրատ ամպեգայի պահպանողական ֆոնդի ակտիվների բաշխվածքը ըստ գործիքների, հա, ֆինանսական գործիքների։ Հիմա որտեղ ենք մենք արել ներդրումներ։ Դրանք ավանդներն են, Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերն են, կորպորատիվ պարտատոմսերն են եւ արտասահմանյան պարտքային եւ բաժնային արժեթղթերն են։ Ասեմ նաեւ, որ արտասահմանյան արժեթղթերի այդ ֆոնդերի միջոցով այդ ֆոնդերն էլ ներդրումներ են կատարում մեզ հայտնի, հա, ինչպես այստեղ ներկայացված են ընկերությունների բաժնետոմսերում եւ ստացվում է, որ մենք մասնակիցներս անուղղակի կերպով հանդիսանում ենք մեզ արդեն իսկ հայտնի այս ընկերությունների անուղղակի բաժնետեր։ Այսինքն յուրաքանչյուր ամիս գումարները փոխանցվում են ֆոնդերի կառավարչին, ֆոնդերի կառավարիչը կատարում է ներդրումներ, օրինակ, այս գործիքների մեջ։ Իսկ ինչպիսի տվյալներ են արձանագրվել, հա, այս ներդրումների արդյունքում, եթե հետադարձ հայացք նետենք, ասեմ, որ ռեֆորման տեղի ունեցել 2014 թվականին, այսինքն 11 տարի առաջ, եւ այս 11 տարվա արդյունքներով C կվադրատ ամպեգայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեջ մեր կողմից ապահովված եկամուտը կազմել է 25%, այսինքն 450 միլիարդ դրամը դա պետության եւ մասնակցի հատկացումներն են, իսկ հավելյալ 145 միլիարդ դրամը դա մեր կողմից իմ նշած ներդրումների արդյունքում ձևավորված հավելյալ եկամուտն է։ Ոստի եթե դուք օրինակ ստուգեք կամ ստուգեցիք արդեն եւ տեսաք, որ ձեր ֆոնդի կառավարիչը C կվադրատ ամպեգան է եւ դիցուք օրինակ ունեիք 1 միլիոն դրամ, ապա այդ 1 միլիոն դրամի 250,000 դրամը ձեզ համար աշխատել ենք մենք։ Այստեղ ներկայացված են նույն այդ թվերը արդեն բացված, հա, ֆոնդերով, 3 ֆոնդի համար։ Իսկ հիմա հասկանանք, թե լավ, պարզեցինք, տեսանք, թե որքան գումար ունենք, տեսանք, որ միլիոնատեր ենք արդեն, բայց ինչ սպասել ապագայում, հա, ինչ է դա նշանակում։ Եվ ինչպես как гласит народная мудрость, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել։ Այդ իսկ պատճառով մեր կայքում մենք ունենք կենսաթոշակային հաշվիչ, ինչի օգնությամբ դուք կարող եք մուտքագրելով ձեր տվյալները որոշակի ենթադրությունների ներքո տեսնել, թե ապագայում ձեզ ինչ կենսաթոշակ է սպասվում, իհարկե այսօրվա գներով։ Շտապ եմ ասել, որ վեբինարից հետո մենք ձեզ կարգենք նամակ, որտեղ կլինեն տարբեր օգտակար հղումներ,
ինչպես դեպի մեր կայքը, ինչպես ֆոնդերի եկամտաբերության վերաբերյալ տեսահոլովակ, հաշվետվություն, որ մենք հրապարակում ենք եռամսյակային, կլինի նաև մեր հաշվիչի բացատրական հոլովակը, որտեղ նկարագրված կլինի, թե հաշվիչի որ դաշտերը մասնավորապես դուք կարող եք անփոփոխ թողնել, սպասվող եկամտաբերություն գնաց եւ այսինքն այս ինֆորմացիան դուք կարող եք թողնել այնպես ինչպես կա, միայն լրացնել ձեր անհատական տվյալները եւ որոշակի ենթադրությունների ներքո տեսնել թե ինչ է ձեզ սպասվում ապագայում։ Բայց մյուս ամենահաճախ տրվող հարցը, որ մենք ստանում ենք մասնակիցներից, իսկ մենք ինչպես կարող ենք մասնակցել մեր կենսաթոշակային ֆոնդի կառավարմանը, որովհետև այն, ինչ նկարագրեցինք մինչև այս պահը, այսինքն հատկացումները, որ անում է գործատուն, պետությունը, որ ավելացնում է, այնուհետև կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, որ անում է ներդրումներ եւ ավելացնում է այդ գումարը, այս ամբողջ process-ը կատարվում է մասնակցի համար, բայց առանց նրա մասնակցության, այսինքն յուրաքանչյուր ամիս այս ամենը կատարվում է մեզ համար, բայց ինչպես ցույց են տալիս թվերը, մարդիկ անգամ չգիտեն էլ այս մասին։ Մասնակիցը ունի իրավունք ընտրելու, թե որ ֆոնդում կուտակվեն իր միջոցները, բայց նախ եկեք տեսնենք, թե ինչ ֆոնդեր կան առհասարակ համակարգում։ Կենսաթոշակային համակարգի ներքո կա 3 տիպի ռիսկայնությամբ ֆոնդ։ Առաջինը, ինչպես նշեցի, պահպանողական կամ միջին ռիսկայնությամբ ֆոնդն է, որտեղ հավաքվում են մասնակիցների գումարները, ովքեր չեն կատարել ընտրություն եւ ավտոմատ կերպով գումարները կուտակվում են այս ֆոնդում։ Այս ֆոնդը իրենից ներկայացնում է նախ ընդհատեմ ինձ եւ շտապեմ ասել, որ կենսաթոշակային ֆոնդերը բոլորը համարվում են ցածր ռիսկայնությամբ ֆոնդեր։ Այսինքն հիմա երբ սկսեմ համեմատել եւ ներկայացնել ֆոնդերը եւ իրար մեջ համեմատեմ, պետք է հասկանանք, որ ռիսկայնությունը դա կենսաթոշակային ֆոնդերը իրար հետ համեմատելու պարագայում է։ Առհասարակ կենսաթոշակային ֆոնդերը համարվում են ցածր ռիսկայնությամբ ֆոնդեր ի տարբերություն այլ ներդրումային ֆոնդերի։ Հիմա պահպանողական ֆոնդը, միջին ռիսկայնությամբ ֆոնդը, տարբերվում է մյուս երկու ֆոնդերից իր ներդրումային ռազմավարությունը թույլ է տալիս ներդրումներ կատարել մինչև 35% ավելի ռիսկային համարվող բաժնային գործիքներում, այսինքն բաժնետոմսերում, բաժնետոմսերով ֆոնդերում։ Բաժնետոմսերը ինչու են համարվում, ավելի ռիսկային, նրանց եկամտաբերությունն էլ ավելի բարձր է, հավանականությունը, որ նրանց եկամտաբերությունը կլինի ավելի բարձր, ուստի ես ունեմ սիրելի օրինակ, դա ճոճանակի օրինակն է, երբ նստում ենք ճոճանակ եւ պտտվում ենք շատ ուժեղ, հավանականությունը, որ մեր հաճույքը կլինի մեծ, շատ մեծ է, բայց երբ ընկնում ենք, ցավն է լինում է ավելի մեծ։ Այսինքն այստեղ երբ խոսում ենք հնարավոր բարձր եկամտաբերությունից, պետք է հասկանանք, որ սա ենթադրում է նաև բացասական եկամտաբերություն, այսինքն տատանումն է մեծ։ Միջին ռիսկայնությամբ ֆոնդում թույլատրված է այս ռիսկային գործիքները մինչև 35%։ Մյուս ֆոնդը դա կայուն եկամտային կամ ցածր ռիսկայնությամբ ֆոնդն է։ Այստեղ թույլատրված չեն ներդրումներ կատարել ռիսկային գործիքներում, ուստի այստեղ ակտիվների 100%-ն էլ ներդրվում է պարտքային գործիքներում։ Եվ երրորդ ֆոնդը, հավասարակշռված ֆոնդը, անունը հուշում է, բալանսավորված ֆոնդը, այստեղ ակտիվների կեսը, այսինքն 50%-ը թույլատրվում է ներդրումներ անել ավելի ռիսկային համարվող այդ բաժնետոմսերում։ Հետևաբար իրենց ռիսկայնությամբ 3 տեսակի են ցածր ռիսկային ֆոնդը, միջին ռիսկայնությամբ ֆոնդը եւ ռիսկային համարվող բալանսավորված ֆոնդը։ Եթե նայենք կենսաթոշակային ֆոնդերի կատարողականը, ստեղծման պահից 2014 թվականից մինչև հիմա, գրաֆիկին նայելով մենք կարող ենք փաստել, որ գրաֆիկը ունի աճման տենդենս, ինչը շատ նկարագրական է կենսաթոշակային ֆոնդերի պարագայում։ Տնտեսագիտության մեջ հայտնի է, մասնագետներին հայտնի է, որ կենսաթոշակային ֆոնդերը իրենք ունեն աճող միտում։ Եվ կենսաթոշակային ֆոնդերը
ունեն երկարաժամկետ ներդրումային հորիզոն, այսինքն սա նշանակում է, որ գումարները, որոնք մենք կուտակում ենք այսօր, մեզ պետք են գալու ապագայում, իսկ ապագան տասնյակ տարիներ հետո է, ուստի այդ հորիզոնը ներդրումային երկարաժամկետ է, դեռ երկար տարիներ կան, որպեսզի այս գումարները ներդրվեն եւ ապահովեն հավելյալ եկամուտ։ Հիմա գրաֆիկից տեսնում ենք, որ լինում են, եղել են որոշակի տատանումներ։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս տատանմանը։ Երևի թե բոլորդ հիշում եք 2020 թվականի համավարակի ժամանակ, երբ շոկեր էին, տնտեսական եւ դրանից հետո մասնավորապես 22 թվականի ռուս-ուկրաինական պատերազմից հետո շոկերի եւ տնտեսական անկումները իհարկե իրենց ազդեցություն ունեցան կենսաթոշակային ֆոնդերի վրա եւ գուցե հիշեք շատ մարդիկ խուճապի մատնված զանգում էին, մենք շատ զանգեր էինք ստանում, որ կենսաթոշակային միջոցները մեր կորում են, որովհետև մարդիկ ստանում էին իրենց եռամսյակային հաշվետվությունները կենսաթոշակային միջոցների, այնտեղ տեսնում էին մինուս թվեր եւ անհանգստացած էին, որ այդ գումարները կորում են, բայց եկեք հասկանանք ինչ էր իրականում տեղի ունենում։ Այդ հաշվետվությունը եռամսյակային պարբերականությամբ է ուղարկվում եւ եռամսյակում, երբ լինում են անկումներ, կենսաթոշակային միջոցների արժեքը այստեղ օրինակ համեմատվում է նախորդ եռամսյակի հետ, օրինակ այստեղ, եւ այդ տարբերությունը, քանի որ անկում է, բնականաբար մինուս էր լինում, եւ մարդիկ մտածում էին, որ այդ գումարները կորում էր, բայց իրականում պետք է հասկանալ, որ կենսաթոշակային միջոցների եկամտաբերությունը պետք է դիտարկել երկարաժամկետում, այսինքն նույնիսկ այստեղ երբ անկում էր տեղի ունենում, սկզբնական շրջանի հետ համեմատած միևնույն է այդ աճը կար եւ մասնագետներին մասնավորապես այս ամեն ինչը հասկանալի էր եւ բոլորը գիտեն տնտեսագիտության մեջ հայտնի է, որ տնտեսական անկումներին, շոկերին հետևում են վերականգնման շրջանները, վերականգնման փուլերը եւ ահա այս գրաֆիկը գալիս է ցույց տալու իմ ասածը, որ 2022 թվականի այդ անկումից հետո 23 թվականին արդեն սկսեցին վերականգնվել շուկաները եւ կենսաթոշակային ֆոնդերը սկսեցին վերականգնել իրենց կրած վնասները եւ այնուհետեւ տարին էլ ամփոփել բարձր եկամտաբերության ցուցանիշներով եւ նորից սկսել աճել։ Այսինքն այս անկումները նրանք անխուսափելի են եւ մասնագետներին հասկանալի։ Եվ քանի որ կենսաթոշակային ֆոնդերը, ինչպես նշեցի, ունեն երկարաժամկետ ներդրումային հորիզոն, ապա կա ժամանակ, որպիսի տարբեր տնտեսական շոկեր, այս ցիկլերը անցնենք եւ վերականգնումները հաղթահարենք եւ անցնենք։ Ուստի երբ նշվում է ասվում է, որ օրինակ երիտասարդներին երևի ավելի նպատակահարմար է ընտրել ավելի ռիսկային ֆոնդը, որովհետև այնտեղ ավելի հավանական է, որ բարձր եկամտաբերություն կլինի ֆոնդի։ Ինչու է դա այդպես, որովհետև մենք ունենք դեռ երկար ժամանակ, 30-40 տարի ունենք, որպիսի անցնենք տարբեր ցիկլերի միջով, ուստի երիտասարդ տարիքում կարելի է լինել այդ ռիսկային ֆոնդում, որտեղ ավելի հավանական է բարձր եկամտաբերությունը, իսկ երբ մոտենում ենք արդեն կենսաթոշակային տարիքի, կարելի է տեղափոխվել ցածր ռիսկայնությամբ ֆոնդ, որտեղ տատանումները շատ ավելի փոքր են լինում եւ հավելյալ ռիսկի չենթարկել մեր կենսաթոշակային միջոցները։ Այստեղ ներկայացված են կենսաթոշակային համակարգի ներքո գործող 6 կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության ցուցանիշները նախկին 5 տարիների, ամփոփված 5 տարիների համար եւ ստեղծման պահից մինչեւ հիմա կուտակային եկամտաբերության ցուցանիշները։ Ինչպես երևում է այս աղյուսակից, համակարգի ամենաեկամտաբեր ֆոնդը ստեղծման պահից մինչև հիմա դա C կվադրատ ամպեգայի բալանսավորված, այսինքն ռիսկային ֆոնդն է, CQ բալը։ Իդեպ այստեղ նշեմ, որ կենսաթոշակային ֆոնդի անունը հապավում է եւ լատինատառ 5 տառից է բաղկացած, առաջին 2 տառը նկարագրում են կենսաթոշակային ֆոնդի կառավարչին,
ուստի եթե օրինակ բանկոմատի միջոցով ստուգեք ձեր կենսաթոշակային հաշվի քաղվածքը, հա, հանելով եւ այնտեղ տեսնեք CQ կոն, դա կնշանակի, որ ձեր կառավարիչը C կվադրատ ամպեգան է եւ դուք միջին ռիսկայնությամբ ֆոնդում եք, որովհետեւ այդ 5 տարի վերջին 3 տարն էլ նկարագրում է ֆոնդի ռիսկայնությունը, այսինքն կոն կոնսերվատիվը միջին ռիսկայնությամբ ֆոնդը, ֆիքսը դա ցածր ռիսկային ֆոնդն է եւ բալը բալանսավորվածը դա ռիսկային ֆոնդն է։ Ուստի պետք է հիշել առաջինը, որ կարևոր է դիտարկել կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության ցուցանիշները երկարաժամկետ հորիզոնում, այսինքն նախկին 5 տարիները, 10 տարիները եւ կարճաժամկետ տատանումները չպետք է խոճապի մատնեն մասնակցին։ Ինչ կարող եք անել դուք։ Դուք կարող եք համեմատել կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունները եւ կատարել գիտակցված ընտրություն։ Բայց մինչ համեմատելը պետք է հիշել, որ անհրաժեշտ է համեմատել նույն ռազմավարությամբ ֆոնդերը, այսինքն չի կարելի ցածր ռիսկայնությամբ ֆոնդը համեմատել բարձր ռիսկայնությամբ ֆոնդի հետ։ Այստեղ ձեր եզրահանգումները այնքան էլ ճիշտ չեն լինի։ Ուստի անհրաժեշտ է երկու կառավարիչների նույն ռազմավարությամբ ֆոնդերը միասին համեմատել։ Մենք այդ վարժությունն արել ենք բալանսավորված ֆոնդի օրինակով եւ այստեղ ներկայացված է վերջին 5 տարիների գրաֆիկը, որպեսզի մի քիչ ավելի պատկերավոր լինի, եւ ներկայացված է ստեղծման պահից մինչեւ հիմա եկամտաբերությունը արդեն տարեկանացված, հա, ոչ թե կուտակային, այլ տարեկանացված եկամտաբերությունը։ Դուք կարող եք ասել, որ մոտ են բավական, տարբերությունը շատ էական չէ, ինչու այսքան ինֆորմացիան մարսել, որոշումներ կայացնել եւ այլն։ Իրականում պետք է հիշել մեկ բան, որ փոքր թվերը մեծ տարբերություն են ստեղծում եւ ֆինանսիստները համարում են, որ իրենք գիտեն, թե որն է 8-րդ հրաշալիքը, այն է բարդ տոկոսը, եթե կան մարդիկ, ովքեր գիտեն, կարող են հանգստանալ հիմա, իսկ ովքեր ոչ, եկեք պատմեմ, որ դուք էլ ֆինանսիստներից հետ չմնաք։ Դիցուք ունենք 100,000 դրամ եւ ներդրում ենք պարզ տոկոսով 9% եկամտաբերությամբ։ Սա նշանակում է, որ մեր գումարը յուրաքանչյուր տարի ավելանալու է 9,000 դրամով։ Առաջին տարում ունենք 109,000 դրամ, երկրորդ տարում ունենք 118,000 դրամ եւ այսպես շարունակ 30 տարի անց մենք ունենք 370,000 դրամ։ Դե կարծես վատ չէ, բոլորս ուրախ ենք։ Բայց պարզվում է իրականում, եթե մենք ներդնեինք բարդ տոկոսով, այսինքն տոկոսը կուտակվեր ոչ միայն մեր մայր 100,000 դրամի վրա, այլ անընդհատ կուտակվեր նախկինում հավաքված կուտակված գումարի վրա, այլ կերպ ասած տոկոս բերեր, առաջին տարում դե նույնը կլիներ, երկրորդ տարում կասեք տարբերությունը էական չէ, ընդամենը 810 դրամ, բայց 30 տարի հետո այս գումարը կկազմի 1,326,000 դրամ։ Այսինքն պարզ եւ բարդ տոկոսի տարբերությունը ահռելի է 956,000 դրամ համաձայն շատ էական է տարբերությունը։ Եվ այստեղ շտապ ձեզ ուրախացնել եւ ասել, որ կենսաթոշակային ֆոնդերը հենց աշխատում են բարդ տոկոսի սկզբունքով, կարծես ձնագնդիկի էֆեկտ լինի, հա, տարիների ընթացքում գլորվում է ավելանալով, մեծանալով եւ արդյունքում 30-40 տարի անց գումարը էականորեն, այդ գնդակը էականորեն մեծ է լինում։ Հիմա ենթադրենք օրինակի վրա նկարագրենք, դուք կուտակում եք դիցուք ամսական 40,000 դրամ եւ երկու ֆոնդեր կան 6 եւ 7% տարեկան եկամտաբերությամբ, թվում է թե 1% եկամտաբերության տարբերությունը չնչին է, բայց 30 տարիների ընթացքում այս տարբերությունը կազմում է 8.6 միլիոն դրամ։ Եվ վերջում մեր կազմակերպության մասին պատմեմ, մինչ ձեր հարցերին անդրադառնալը։ C Quadrat Ampegան հիմնադրվել է 2013 թվականին
Հայաստանում որպես կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների կառավարիչ ընկերություն մեր հիմնադիրները հանդիսանում են CQ, ավստրիական CQ ներդրումային ընկերությունների խումբը եւ գերմանական Ampega Asset Management-ը։ Մեր հիմնադիրները ունեն երկար տարիների փորձ ակտիվների կառավարման ոլորտում մի շարք երկրներում եւ մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում կառավարում ենք շուրջ 440,000 քաղաքացու, ավելի քան 600 միլիարդ Հարգելի մասնակիցներ, ներողություն, որոշակի տեխնիկական խնդիր առաջացավ։ Իմ ձայնը լսվում է։ Եթե այո, խնդրում եմ արձագանքեք չաթում եւ հրաշալի է, ձայնը լսվում է։ Հիմա արագ անցնեմ ձեր հարցերին։ Ուրեմն իսկ մեր կൂട്ടակած գումարը կարող է հետագայում մեր երեխան ստանալ։ Այստեղ ինձ հուշում են, որ իմ գոլեգաները պատասխանել են այս հարցին։ Տեսագրությունը հարցում են վեբինարի տեսագրությունը ուղարկվելու է թե ոչ։ Այո, վեբինարի տեսագրությունը ուղարկվելու է պատասխան նամակում, ինչպես ասացի։ Ինչպես իմանալ, որ կազմակերպությունն է կառավարում ձեր ֆոնդերը, ուրեմն ինչպես նշեցի, համակարգում գործում է երկու կառավարիչ ընկերություն, մեր գործընկերները Ամուդի Ագման եւ մենք C Quadrat Ampega-ն, բանկոմատի միջոցով ստուգելու դեպքում դուք կարող եք տեսնել, թե ով է հանդիսանում ձեր կառավարիչը։ Մեր կൂട്ടակած գումարը, սա հարցն է, ընդհատել է, կապը կորել է, եթե համաձայն եք Եթե համաձայն ենք ձեզ հետ համագործակցել, ապա մեր միջոցները դուք եք որոշում որտեղ ներդնել եւ արդյոք այդ ծառայությունը վճարելու է թե անվճար։ Ուրեմն ասեմ, որ տեսեք, այստեղ ոչ թե դուք համաձայնում եք համագործակցել, այլ երբ որ ռեֆորման տեղի է ունեցել, բոլոր աշխատող մարդիկ իրենք ավտոմատ կերպով հանդիսանում են մասնակից եւ իրենց միջոցները արդեն իսկ կառավարվում են պրոֆեսիոնալ ակտիվների կառավարիչների կողմից, մեր եւ մեր գործընկերների։ Ոստի դուք որոշում եք, թե որ ֆոնդում կամ որ կառավարչի կողմից կառավարվեն, ձեր միջոցները։ Դուք կարող եք ընտրել ֆոնդի տեսակը, ռիսկայնությունը, բայց այ թե որտեղ են մասնավորապես ինչ գործիքներում են ներդրումներ արվում ձեր միջոցները, դա արդեն, ինչպես ասում են, պրոֆեսիոնալների գործն է եւ կառավարիչ ընկերությունը հենց մասնագիտացած է, հանդիսանում է ակտիվների պրոֆեսիոնալ կառավարիչ եւ հավատացեք որոշումները ներդրումային, որոնք կայացվում են, դրանք կայացվում են լավագույնս իշահ մասնակիցների։ Ֆոնդերի կառավարիչները օրենքով իրենց վերապահված ունեն
ֆիդուցիար պատասխանատվություն, այսինքն կայացնում են որոշումներ, որոնք տվյալ պահին լավագույնն են հանդիսանում մասնակիցների համար։ Շեշտեմ, որ մեր նպատակն է ապահովել մասնակիցների կենսաթոշակային միջոցների երկարաժամկետ աճը։ Ահա, լսվում է, ահա, բարև ձեզ, ես ուշ եմ միացել և չգիտեմ ինչպես ստուգեմ ով է հանդիսանում երևի կառավարիչ չի նկատի, ասեմ, որ համակարգի ներդրումից ի վեր, այսինքն 2014 թվականից հետո, երբ արդեն Հայաստանում գործում է կൂട്ടակային կենսաթոշակային համակարգը, արդեն մասնակիցը, ով մուտք է գործում առաջին անգամ աշխատաշուկա, այսինքն դառնում է մասնակից ավտոմատ կերպով։ Իսկ ստուգելու համար, ինչպես նշեցի, բանկոմատի միջոցով եթե ստուգեք որքան գումար ունեք, այնտեղ կտեսնեք նաև, թե որ ով է ձեր կառավարիչը։ Մենք հնարավորություն ունենք այդ գումարը օգտագործելու։ Ուրեմն կենսաթոշակային միջոցները հասանելի են ձեզ, երբ հասնեք ձեր կենսաթոշակային տարիքի։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային տարիքը հանդիսանում է 63 տարեկանը, բայց կան որոշ բացառություններ, որոնց պարագայում հնարավոր է այս գումարը շուտ ստանալ, որոնք են դրանք։ Առաջինը, երբ դուք 55 տարեկան եք եւ կուտակել եք արդեն բավարար միջոցներ, մոտավորապես բավարար միջոցներ ասվածը 20 միլիոն դրամն է համարվում, կարող եք անցնել շուտ կենսաթոշակի։ Մյուսը, եթե դուք ունեք հիվանդություն, որը հանդիսանում է կառավարության կողմից հաստատված հիվանդությունների ցանկում, այս պարագայում դուք կարող եք գումարը շուտ ստանալ։ Եթե հանդիսանում եք արտասահմանի քաղաքացի, ով վերադառնում է իր մշտական բնակության երկիր, ապա կարող եք գումարը շուտ ստանալ։ Մյուս դեպքը նաև ասեմ, որ եթե մասնակից օրինակ մահացել է, ապա այս գումարները հանդիսանում են արդեն ժառանգի միջոցները, որովհետև ինչպես նշեցի սկզբում, գումարները հանդիսանում են մասնակցի սեփականությունը եւ ունեն սեփականությանը բնորոշ բոլոր իրավունքները, այսինքն այս միջոցները, կենսաթոշակային միջոցները ժառանգելի են, ուստի եթե մասնակիցը մահանում է, մինչև իր կենսաթոշակային տարիքը, ապա իր կուտակած միջոցները հանդիսանում են իր օրինակելի ժառանգի միջոցները եւ ժառանգը ինքը դիմելով կենտրոնական դեպոզիտարիա, ինչպես սկզբում նշեցի, կենտրոնական դեպոզիտարիայում վարվում են մեր մասնակիցների այդ անհատական հաշիվները, եւ այնտեղ գրանցված են յուրաքանչյուր մասնակցի տվյալները, ապա դիմելով կենտրոնական դեպոզիտարիա, մասնակցի օրինական ժառանգը կարող է ստանալ այդ գումարները, ընդ որում կարող է ընտրել այդ գումարները ստանա կախիկ, թե փոխանցի իր կենսաթոշակային ֆոնդին։ Ես կարող եմ այդ գումարը հիմա օգտագործել, նշեցի արդեն այն դեպքերը, երբ կարող եք շուտ ավելի ստանալ ձեր կենսաթոշակային միջոցները։ Կառավարման ֆոնդը որոշելու պատասխանը չլսեցի։ Կառավարման ֆոնդը դուք կարող եք ընտրել, թե որ կառավարիչը կառավարի ձեր ֆոնդը եւ կարող եք ընտրել, թե որ ֆոնդում կուտակվեն ձեր միջոցները։ Ինչպես կարող եք ընտրել ֆոնդը։ Առաջին մեթոդը դա 3 բանկեր իրենց բջջային հավելվածներով ունեն այդ հնարավորությունը, դա Կոմվերսբանկն է, Արարատ բանկն է եւ Արցախ բանկն է, որոնց միջոցով դուք կարող եք on-line, որտեղ որ գտնվում է այդ իմ հաշիվը կենսաթոշակային հաշիվը, այնտեղ կա նաև փոխել ֆոնդը կոճակը, ընտրելով դուք կարող եք փոխել ձեր ֆոնդը։ Մյուս մեթոդը դա ֆիզիկապես բանկ այցելելն է, ընդ որում հաշվի օպերատոր հանդիսացող բանկեր, դրանք մի քանիսն են, նորից Կոնվերսը, Արարատը, Արցախը, Ամյոն եւ Հայփոստի գրասենյակը։ Մյուս մեթոդը դա կենտրոնական դեպոզիտարիայի կայքի միջոցով, եթե ունեք ID եւ ID քարտը կարդացող սարք կամ էլ պատասխանատու քաղաքացի եք եւ արդեն ունեք բջջային նույնականացում, ապա ամենահեշտ մեթոդը այսպես է, բջջային նույնականացմամբ դուք կարող եք մուտք գործել իմ հաշվի պորտալ, կենտրոնական դեպոզիտարիայի կայքում եւ այնտեղ փոխել ձեր ֆոնդը։
Ասեմ, որ նամակում, որը հաջորդելու է վեբինարում, մենք ուղարկելու ենք բոլոր այս հղումները, օգտակար հղումները եւ կենտրոնական դեպոզիտարիայի դեպի կայք եւ ֆոնդերը իրար հետ համեմատելու եկամտաբերության այդ գործիքը, մի խոսքով բոլոր օգտակար հղումները, նաեւ վեբինարի ձայնագրությունը կստանաք նամակում։ Так, իսկ ինչպես պետք է փոխենք ռազմավարությունը, օրինակ հավասարակշռվածից կամ հակառակը։ Ռազմավարություն փոխելը դա ֆոնդ փոխելն է, որը քիչ առաջ նշեցի, թե ինչպես է փոխում։ Իսկ ինչպես պետք է ստանանք։ Իմ գործընկերը հուշում է ինձ, որ այս հարցին պատասխանել է, իսկ եթե ես վերջնական բնակություն եմ ուզում հաստատել այլ երկրում, այս գումարը կարող եմ կանխիկացնել։ Եթե դուք հանդիսանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որոշում եք հեռանալ երկրից, անկախ դուք հրաժարվում եք քաղաքացիությունից, երկքաղաքացի եք դառնում, թե պարզապես հեռանում եք, այս գումարները ձեզ հասանելի են միայն ձեր կենսաթոշակային տարիքում, այսինքն պետք է վերադառնաք 63 տարեկանում եւ ստանաք այս գումարները։ Ասեմ, որ երբ դուք հեռանում եք երկրից, այսինքն ձեր գումարները մնում են այստեղ ֆոնդում, դուք նոր կուտակումներ չեք անում, դե որովհետև չեք աշխատում, բայց ֆոնդում այդ գումարները ոնց որ նորից ներդրվում են եւ ավելանում են, հա, հավելյալ եկամուտը ապահովում է։ Նորից կասեք, որտեղ կարող ենք մոտավոր հաշվել թոշակը։ Մեր կայքում մենք ունենք կենսաթոշակային հաշվիչ, ձեր պատասխան նամակում կլինի դեպի հաշվիչ հղումը, ինչպես նաև հաշվիչի բացատրական հոլովակը։ 20 միլիոնի դեպքում, քանի տարեկանից սկսած կարելի է անցնել թոշակի։ Ինչպես նշեցի, 20 միլիոնը մոտավոր հաշվարկով է, որովհետև դա որոշակի կապված է նվազագույն կենսաթոշակի հետ, ինչ որ պատիկ է, այսպես ասած, բայց տարիքը ֆիքսած է հաստատում 55 տարեկան։ Իսկ միջինը քանի տարվա կյանքով է հաշվարկում կենսաթոշակը։ Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին տևողությունը համարվում է 75 տարին։ Այստեղ նաև նշեմ, թե ինչպես է ստանալու, հա, կենսաթոշակը, որտեղ կարծես այդպիսի հարց կա, բայց տեսնում եմ, որ իմ գործընկերը նորից պատասխանել է, բայց փորձեմ մի քիչ ավելի ընդլայնել այս պատասխանը։ Եվ տարիներ հետո արդեն լինելու են կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերություններ եւ երբ անցնեն մասնակիցները կենսաթոշակի տարիքի, պետք է ապահովագրական ընկերության հետ պայմանագիր կնքեն, այսինքն ֆոնդից իրենց գումարները փոխանցեն կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությանը եւ գնեն կյանքի անուիտետային պայմանագիր, որն էլ հենց ամբողջ կյանքի ընթացքում ցմահ կենսաթոշակ ապահովելու պայմանագիրն է։ Եթե կարճ։ Եթե ապագայում լինեմ երկքաղաքացի, ինչպես կարող եմ ստանալ իմ կուտակած կենսաթոշակը, եթե ճիշտ գիտեմ, միայն մի երկրից կարող եմ ստանալ թոշակը։ Այս հարցին երևի պետք է խնդրել, որ կենտրոնական դեպոզիտարիայից ավելի հստակ ճշտել, որովհետև չգիտեմ։ Իսկ եթե հիմա ստանում ենք կենսաթոշակի տարիքում, ինչ կամ ինչքան ենք ստանալու։ Իսկ եթե հիմա ստանում ենք կենսաթոշակի տարիքում, ինչ կամ ինչքան ենք ստանալու, ինչ ենք հիմա ստանում, չեմ հասկանում այս հարցը։ Так, թոշակային տարիքի հասնելուց գումարը ստանում ենք միանվագ։ Գումարի ստացման մեթոդը կախված է լինելու, թե որքան գումար եք ունենալու կուտակված ձեր կենսաթոշակային ֆոնդում, բայց մեծամասամբ մարդիկ ստիպված են լինելու կնքել կյանքի անուիտետային պայմանագիր, որպեսզի ամբողջ կյանքի ընթացքում ստանան կենսաթոշակ։ Ահա։ Բարև ձեզ, ես ապրում եմ առ երկրում, բայց Հայաստանում ունեմ կենսաթոշակային կուտակված գումար։ Եթե ցանկանում եմ ձեր կազմակերպություն տեղափոխել իմ գումարը առ երկրից, ինչպես կարող եմ դա անել, քանի որ չունեմ նույնականացման քարտ։ Երևի թե միայն մոբայլ հավելվածի միջոցով է դա հնարավոր անել, բջջային մոբայլ հավելվածի։
Եթե ունեմ պայմանական 1 միլիոն դրամ, նշանակում է որոշակի գումարը իմ հանրագումարն է աշխատավարձից, իսկ մի մասը ֆոնդում ներդրված տոկոսները։ Այո։ Եվ օրինակ, եթե մենք ենք ձեր կառավարիչը, ապա այդ 1 միլիոնի 25%-ը մենք ենք ձեզ համար աշխատել։ Հայաստանում ունենք կամավոր կենսաթոշակ։ Հայաստանում չունենք կամավոր կենսաթոշակ։ Կարծես այսքանը։ Շատ շնորհակալություն, որ միացաք մեզ այսօր, ակտիվ էիք, շատ հարցեր ուղեցիք։ Վերջում ասեմ, որ եթե կան մարդիկ, ովքեր ունեն հավելյալ հարցեր կամ գուցե ունեն տեխնիկական հարցեր, որ կուզեն ճշտել, կարող են նշում կատարել այստեղ եւ մենք հավելյալ ձեզ հետ կկապնվենք։ Շնորհակալություն, stay tuned.